Սրանից մի քանի տարի առաջ Ռուսաստանյան քաղաքներից մեկում մի դժբախտ դեպք տեղի ունեցավ։ Գիշերային ակումբներից մեկում, ուրեմն դիսկոտեկներից մեկում, ուր 100-ից ավելի երիտասարդներ հավաքված խրախճանքի մեջ էին, քեֆի ուրախության մեջ էին, բոլորը ինքնամոռաց պարում էին, ցավալի մի բան տեղի ունեցավ, շենքում հրդեհ բռնկվեց։ Եվ մարդիկ չկարողացան դուրս գալ շենքից, որովհետև դռները փակվել էին։ Ինչ պատճառներով դռները փակվել էին եւ ցավոք սրտի շատերը այրվեցին հենց այդ խրախճանքի ժամանակ, քանի որ դռները փակվել էին եւ իրենք տեղյակ չէին դրա մասին։ Այս մոտակա 2-3 կիրակիների ընթացքում մի նյութի մասին պետք է խոսենք, որ ես վերնագրել եմ այսպես. դուռը փակվում է, բայց խրախճանքը շարունակվում է։ Եվ այսօր կարդանք Աստծո խոսքից Ծննդոց 6-րդ գլուխ առաջին 8 համարները։ Ծննդոց 6 առաջին 8 համարները։ Երբ մարդիկ երկրի վրա շատնալ սկսան ու իրենց աղջիկներ ծնան, Աստծո որդիները մարդոց աղջիկներուն գեղեցիկ ըլլալը տեսնելով իրենց ընտրածներեն իրենց կիներ առին։ Եվ Տերը ըսավ. Իմ հոգին միշտ մարդու վրա պիտի չմնա, վասնզի անիկա մարմին է, բայց անոր օրերը 120 տարի ըլլան։ Այն օրերը երկրի մեջ հսկաներ կային, անկե ետ գնալ, երբ Աստծո որդիները մարդոց աղջիկներուն կմտնեին, որոնք անոնց զավակներ կծնանային, ասոնք հինեն իվեր զորավոր եւ անվանի մարդիկ էին։ Եվ Տերը երբ տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա եւ անոնց սրտին խորհուրդներուն բոլոր գաղափարները չար էին ամեն օր, Տերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց ու իր սրտին մեջ տրտմեցավ։ Եվ Տերն ասաց. երկրի վրային պիտի ջնջեմ ինչ որ ստեղծեցի մարդեն միջև անասուններ եւ սողուններ ու երկնքի թռչուններ, վասնզի անոնք ստեղծելուս կզղջամ, բայց նոյ Տիրոջը առջև շնորհք գտավ։ Ամեն։ Շատերը, որոնք որ կարդում են այս հատվածը, հիմնականում ուշադրություն են դարձնում այս հարցին, թե ինչ է նշանակում մարդիկ իրենց աղջիկներ ծնեցին եւ Աստծո որդիները մարդկանց աղջիկներից իրենց կանայք ընտրեցին։ Ինչ է նշանակում Աստծո որդիները մարդկանց աղջիկներից իրենց կին ընտրեցին։ Սա Սուրբ գրքի դժվարիմաց հատվածներից մեկն է, նամանավանդ երբ որ վերջում, այսինքն միտքը շարունակում է եւ ասում է նրանք իրենց զավակներ էին ծնում եւ ասոնք հինեն իվեր զորավոր եւ անվանի մարդիկ էին։ Շատերը փորձում են այս հարցերին պատասխաններ տալ, ոմանք ասում են Աստծո որդիներ կոչվածը գուցե դրանք հրեշտակային ինչ-որ խմբեր էին, հրեշտակներ էին, որոնք մարմին առնելով խառնվեցին մարդկանց հետ եւ սերունդ ունեցան, որոնցից ծնվեցին այս զորավոր հսկա մարդիկ։ Ոմանք այսպես են հավատում, ուրիշները հավատում են, որ դրանք այլ մոլորակայիններ են, որոնք ուրիշ մոլորակներից եկան եւ այստեղ մարդկանց հետ խառնվեցին։ Սակայն ես այս երկու տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև ինքնին մի քիչ անտրամաբանական եւ անիմաստ խոսքը հնչի սա Սուրբ գրքի մեջ, որը ոչինչի հետ չի առնչվում, այսինքն աստվածաշնչյան մնացած հատվածներով ինքը չի լուսավորվում, չի լուսաբանվում։
Եվ Աստծո ծրագրի մեջ ինչ իմաստ կար, ինչ նպատակ կար հրեշտակները կամ այլ մոլորակայիններ, եթե նրանք գոյություն ունեն, խառնվեն մարդկային ցեղի հետ։ Որն է նպատակը։ Երբ որ Աստվածաշունչը ինչ որ մի միտք է արծացում, անպայման այդ մտքի բացատրությունը մնացած հատվածներով, ուրիշ հատվածներով մեկնաբանում է եւ ցույց է տալիս ինչի համար է սա տեղի ունեցել։ Սակայն Աստվածաշունչը որևէ միտեղ չի լուսաբանում այս հարցը այս կերպ։ Այսինքն հրեշտակների միջամտություն կամ ընդհանրապես այլ մոլորակային, որ Սուրբ Գիրքը երբեք չի հիշատակում այլ մոլորակայինների մասին։ Սակայն սիրելիներ, կա եւս երկու մեկնաբանություն այս հարցին։ Ես ավելի հակված եմ սրանցից որևէ մեկին, որ կարևոր չէ որն է, որովհետեւ բուն գլխավոր խնդիրը, գլխավոր հարցը այս հատվածի մեջ սա չէ։ Եվ մենք պետք է մեր շեշտադրումը դնենք գալիք պաշտամունքներին ճիշտ գլխավոր հարցերի շուրջ։ Ուրեմն ուղղակի պարզապես փորձենք պատասխան տալ այս հարցին, երբ որ ասում եմ մարդկանց որդիները կամ մարդկանց աղջիկները կամ Աստծո որդիներ կոչվածը ինչ կարա նշանակի։ Նախ կամ կարա այն նշանակի, որ կինը ստեղծված է մարդուց։ Իսկ տղամարդուն Աստված ուղակի ինքն է ստեղծել հողից, թեև կնոջնել է Աստված ինքը ստեղծել, սակայն այն վերցրել է մարդու կողոսկրից։ Հիմա հնարավոր է այս իմաստով է օգտագործում Աստծո որդիները որպես տղամարդիկ, եւ հետո մենք տեսնում ենք տղամարդկանց դերը եւ նշանակությունը, այո, ընդհանուր փրկagorցության մեջ եւ մարդկային պատմության մեջ։ Դրա համար էլ կանանց հնարավոր է կոչում են մարդկանց աղջիկներ կամ մարդուց ծնվածներ, մարդուց ստեղծվածներ։ Հնարավոր է այս իմաստով է, կամ հնարավոր է մյուս տարբերակը, որ ազատ եղեք որևէ մեկին հավատալու, մյուս տարբերակն էլ հնարավոր է սա է, որի բացատրությունը կամ ավելի ճիշտ նմանությունը տեսնում ենք Ծննդոց 4-րդ գլուխ 25-26 համարների մեջ, որ ասում է Ադամ դարձյալ իր կինը գիծավ եւ անիկա որդի մը ծնավ եւ անոր անունը Սեթ դրավ, քանզի ասավ Աստված ինձի Կայենին մերցուցած Աբելին տեղ ուրիշ սերունդ մը տվավ։ Սեթալ որդի մը ծնավ ու անոր անունը Ենովս դրավ։ Այն ատեն սկսան Տիրոջ անունը կանչել։ Մահացած Աբելի փոխարեն Աստված Ադամին նոր որդի տվեց, Սեթին տվեց եւ ասում է Սեթի սերունդը Սեթից ծնվեց Ենովսը, որի սերունդը ասում է Տիրոջը անունը սկսեցին կանչել։ Այսինքն ճանաչեցին Տիրոջը։ Սեթի սերունդը ճանաչեց Տիրոջը եւ նրա անունը կանչեց, սակայն Կայենի սերունդի մասին չի ասում այս խոսքը։ Հնարավոր է, երբ որ ասում է Աստծո որդիները, նկատի ունի Սեթի սերունդը։ Այն սերունդը, որ Աստծո անունը ճանաչում էր։ Իսկ մարդոց աղջիկները հնարավոր է նկատի ունենա Կայենի աղջիկները կամ Կայենից սերունդը, որոնք որ Աստծուն չէին ճանաչում։ Եվ այս խառնուրդը տեղի ունեցավ։ Նամանավանդ Աստվածաշնչյան մյուս հատվածներում մենք տեսնում ենք, որ Աստված կողմ չէր այդ խառնվելուն, հետո իհարկե այդ իր ժողովրդի եւ ոչ իր ժողովրդի ուրեմն ամուսնությունները Աստված չէր ողջունում։ Ինչ որ է, սակայն սա գլխավոր հարցը չէ, սիրելիներ։ Եթե անգամ այս հարցի պատասխանը 100% չիմացանք, ոչինչ, որովհետև սա մեր փրկության վերաբերյալ հարց չէ։ Սակայն այս հատվածի մեջ, մեր կարդացած հատվածի մեջ ավելի լուրջ խնդիրներ կան, ավելի լուրջ հարցեր կան, եւ ցանկանում եմ, որպեսզի մենք զրուցենք այդ հարցերի շուրջ։ Ուրեմն տեսեք ինչ է տեղի ունենում։ Ասում է, որ Աստծո որդիները մարդուց աղջիկներուն գեղեցիկ լալը տեսնելով իրենց ընտրածներեն, իրենց կին առին, կիներ առին կամ ամուսնություններ տեղի ունեցավ։ Կարծես թե բնական բան է, ինչ տարօրինակ բան կա։ Կյանքը շարունակվում է, բնակչությունը աճում է, մարդկությունը ավելանում է եւ ամեն բան ընթանում է իր սովորական ընթացքով։ Մարդիկ ամուսնանում էին եւ վայելում էին իրենց կյանքերը, ինչ վատ բան կա սրա մեջ։ Սակայն արի ուտես, որ մարդիկ այնքան էին տարված իրենց կյանքով,
Մարդիկ այնքան էին տարված իրենց անձով, իրենց հաճույքներով, իրենց վայելքներով, որ մոռացել էին իրենց արարչին։ Այդ իսկ պատճառով շարունակությունն ասում է, որ Տերը տեսավ մարդկանց չարությունը։ Տեսնում եք, որ մարդիկ տարված էին իրենց կյանքով, իրենց հաճույքներով։ Մի քանի դասեր այս պատմությունից, մի քանի խորհուրդներ, որոնց մասին պետք է խոսենք։ Այսօրվա խորհուրդը, որի մասին ուզում եմ խոսել ձեզ հետ, սա է. արա քեզ ցանկալին և դու կկորցնես իրական հաճելին։ Արա քեզ ցանկալին, արա այն, ինչ որ ցանկալի է քեզ, և դու կկորցնես այն, ինչ որ քեզ իրապես հաճելի է։ Կկորցնես այն, ինչ որ իրապես քեզ պետք է։ Երկրորդ համարի մեջ ասում է Աստծո որդիները մարդկանց աղջիկներուն գեղեցիկ ըլլալը տեսնելով իրենց ընտրածներեն իրենց կիներ առեն։ Աստծո որդիները մարդկանց աղջիկների գեղեցկությունով հրապուրված լինելով, ուշադրություն դարձրեք այս խոսքին, իրենց ընտրածներեն կամ իրենց ցանկացածներից իրենց կանայք առին։ Երբևէ լսել եք այս խոսքը կամ որևէ մեկը ձեզ երբևէ ասել է, որ վարվիր այնպես, ինչպես որ ուզում ես։ Երբևէ ձեզ մեկը ասել է այդ խոսքը, ուզածիդ պես վարվիր։ Ոնց ուզում ես, այնպես արա։ Ինչ որ ուզում ես, ոնց որ ցանկանում ես, այդպես էլ վարվիր։ Այս խոսքը երբեք Աստծուց չէ։ Այս միտքը Աստծուց չէ։ Վարվիր այնպես, ինչպես որ ուզում ես։ Սա Աստծուց չի գալիս այս միտքը։ Որովհետև այդպես վարվեցին առաջին մարդիկ։ Վարվեցին այնպես, ինչպես որ ուզում էին։ Արեցին այն, ինչ որ իրենց ցանկալի էր։ Հրապուրված լինելով մարդկանց աղջիկների գեղեցկությամբ, իրենք իրենց ուզածները ընտրելով, իրենց ցանկացածը անելով, տրվեցին իրար։ Եվ ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Արդյունքում տեղի ունեցավ, որ նրանք կորցրեցին իրենց աստվածային պատկերը, որով որ նրանք ստեղծված էին։ Մենք Ծննդոց առաջին գլուխ 27-28 համարների մեջ կարդում ենք, Ծննդոց 1, 27 և 28 համարների մեջ կարդում ենք, Աստված իր պատկերով ստեղծեց մարդը։ Աստծո պատկերով ստեղծեց Զանիկա, արու և էկ ստեղծեց Զանոնք։ Աստված օրհնեց նրանց և Աստված անոնց ասաց. աճեցեք ու շատացեք ու երկիրը լեցրեք և անոր տիրեցեք ու ծովին ձուկներուն, երկնքի թռչուններուն, երկրի վրա սողացող բոլոր կենդանիներուն իշխեցեք։ Աստված իր պատկերով և իր նմանությամբ մարդուն ստեղծեց և հետո ասաց նրան. աճեցեք ու բազմացեք և երկիրը լցրեք և տիրեք երկրին, իշխեք երկրին, իշխեք կենդանական աշխարհին, իշխեք երկրին։ Առաջինը իր պատկերով ստեղծեց և իր պատկերով ստեղծած մարդուն ասաց. աճեցեք և բազմացեք։ Քանի իր պատկերի մեջ ես, աճեցեք, բազմացեք, իր պատկերը պահելով ապրեք այս կյանքը, իր պատկերը ունենալով մտեք կյանքի ցիկլի մեջ։ Աստված դեմ չէ մարդկանց ամուսնությանը, քանի որ ինքը օրհնեց այդ ամուսնությունը, բայց իր պատկերը պահելով կատարեք այն։ Աստված դեմ չէ քո կյանքին, Աստված դեմ չէ քո ուրախությանդ։ Աստված դեմ չէ, որ դու վայելես ուրախություն այս կյանքի, բայց իր պատկերի մեջ, իր աստվածային պատկերը պահպանելով, իր աստվածային տեսակը, աստվածային սրբությունը պահպանելով։ Բայց ինչ էր տեղի ունեցել այստեղ։ Արարչագործության պատմությունից Աստվածաշնչում, որ կարդում ենք, անցել ընդամենը 6 գլուխ։
Եվ 6 գլուխ հետո տեսնում ենք, որ մարդիկ անում են իրենց ուզածը։ Այսպիսով մերժելով Աստծո իշխանությունը իրենց վրա։ Մարդիկ անում են այն, ինչ որ իրենք ցանկանում են, այդպիսով մերժելով Աստծո կառավարությունը իրենց կյանքերի վրա։ Իրենց ընտրությամբ նրանք անարգում են նրան, եւ միակ ցանկալի բանը իրենց համար դա իրենց հաճույքն է։ Կամաց նրանք տրվում են իրենց մարմնի ցանկություններին, կամաց նրանք տրվում են իրենց հաճելիին եւ այսպիսով մերժում են, ժխտում են Աստծո իշխանությունը իրենց կյանքի վրա ունեցած, իրենց ուզածն են անում։ Ոնց որ ես ցանկանում եմ, ում որ ուզում եմ, այստեղ Աստված գործ չունի այլևս։ Այլևս չկա Աստծո իշխանությունը մարդու վրա։ Այսպիսով նրանք տեղի տալով իրենց ցանկություններին խառնվեցին հողի հետ, զարգացնելով իրենց մեջ իրենց կենթանական բնազդը։ Իրենց մեղավոր բնազդը ավելի զարգացնելով իրենց մեջ, սպանելով աստվածային պատկերը։ Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ եւ 6-րդ համարն ասում է. «Եվ Տերը տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա, եւ անոնց սրտին խորհուրդներուն բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Տերը երկրի վրա մարդը ստեղծելուն զղջաց ու իր սրտին մեջ տրտմեցավ»։ Տեսնում եք, որ Սուրբ Գիրքն ասում է, որ մարդիկ սկսեցին լցվել չարությամբ, սկսեցին տրվել չարությանը, սկսեցին իրենց ցանկացածների ետևից գնալ եւ ամեն օր գրված է իրենց բոլոր սրտի խորհուրդները չար էր եւ բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Ինչու համար։ Որովհետեւ գործում էր սատանայի սերմը, գործում էր չարի սերմը, այն սերմը, որ նա օծը Եվայի մեջ սերմանեց Եդեմական պարտեզում։ Ծննդոց 3-րդ գլուխ 4 եւ 5-րդ համարների մեջ օծը մոտենում է Եվային եւ այս խոսքերն է ասում. Օծը կնոջ նսավ, ոչ թե անշուշտ պիտի մեռնեք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկե ուտեք, աչքերնիդ պիտի բացվի եւ աստվածների պես պիտի ըլլաք, բարին ու չարը գիտնալով։ Կարծես թե օծը խոսում է մարդու շահերից դրդված։ Եվ Եվայի ներողություն, օծի խոսքերը ես մի փոքր մեկնաբանած եմ ձեզ ուզում ներկայացնել։ Մոտավորապես այսպիսի բան է ասում օծը։ Ասում է եղիր Աստծո պես։ Չէ՞, երբ որ ասում եմ աստվածների նման պիտի լինես, կեր, որպեսզի աստվածների նման լինես, եղիր Աստծո պես։ Այսինքն գրավիր Աստծո դիրքը, սա նույն փափագն է, նույն ցանկությունն է, ինչ որ ինքը ժամանակին ուներ։ Նրա մասին մենք կարդում ենք, թե ինչպես նա ցանկացավ իր աթոռը այդ հրեշտակը, ինչպես նա ցանկացավ իր աթոռը բարձրացնել եւ Աստծո աթոռի կողքը դնել, այսինքն աստվածանալ, Աստված դառնալ եւ պաշտամունք ընդունել որպես Աստված։ Այս սերմը կա այսօր ամեն մարդու մեջ։ Այդ հպարտությունը, այդ գոռոզությունը, որ կա մարդու մեջ, ճիշտ այս չարի սերմանած սերմն է, որ պաշտվի, մեծարվի։ Եղիր Աստծո պես եւ Աստծուն նկատիր որպես քո թշնամին, որովհետեւ ասում է Աստված գիտե, որ օրը որ ուտեք եւ այլն, Աստված չի ուզում քո բարին։ Աստված նկատիր, Աստծուն նկատիր որպես քո թշնամին։ Խոսեք այսօր ամեն թեմայից, մարդիկ շատ հանգիստ ընդունում են, շատ հանգիստ լսում են, ամեն թեմա։ Խոսիր Աստծո մասին, կարող է աղանդավոր ես։ Ինչ է նշանակում դա։ Խոսիր Աստծո մասին եւ անմիջապես մարդկանց մոտ ինչ որ բան է, ռեակցիա է առաջանում այսպես։ Ինչու։ Կարծես թե Աստծո թեման դարձել է մեզ համար վտանգավոր մի թեմա։ Աստված դարձել է մեր կյանքի համար ինչ որ մի վտանգ։ Աստծուն նկատել որպես թշնամի, ես այստեղ չեմ գնում։ Մեռնեմ երեխեքից չեմ թողնի գնան եկեղեցի։ Ինչի համար։ Ուր։
Ինչի մասին է խոսքը։ Ինչ վատ բան կա։ Ինչ վատ բան կա, ցույց տվեք այդ վատ բանը։ Լավից բացի ինչ եք տեսել։ Ինչու համար Աստծո թեման, հոգևոր թեման, եկեղեցու թեման, Քրիստոսին վերաբերվող թեման կարող ենք մենք ընդունել թշնամաբար։ Սա նույնպես չարի սերմն է, որ կասկած լինի քո մեջ, արդյոք Աստված քո բարին է ցանկանում։ Եթե Աստված կա, եթե Աստված բարի է, բայց ինչու համար է իմ հետ էզեւի վատ բաներ տեղ ունենում։ Մեր կյանքի լավ օրերի համար, մեր կյանքի համար, մեր ուրախության համար, մեր խրախճանքների համար Աստծուն մոռանում ենք փառք տալը։ Աստծուն մոռանում ենք շնորհակալություն հայտնելը։ Այսօր որ կանք, այսօր որ առողջ ենք, այսօր որ մեր Աստված ուժ է տվել ապրելու, աշխատելու, որ մեզ Աստված երեխաներ է տվել, մոռանում ենք Աստծուն փառք տալը։ Բայց երբ որ հանկարծ ինչ-որ մի դժբախտություն է տեղի ունենում, ինչ-որ մի խնդիր է տեղի ունենում, ինչ-որ մի պրոբլեմ է տեղի ունենում, մենք սկսում ենք նեղանալ Աստծուց։ Այդպես չէ։ Բայց եթե Աստված կա, բայց ինչի համար է Աստված այսպես թույլ տալիս եւ այլն եւ այլն, Աստված դառնում է մեր թշնամին, Աստված է պատճառը, որ դու այսպես ես։ Սա նույնպես չարի սերմն է։ Նա քո բարին չի ցանկանում։ Նա չի ցանկանում, նա գիտի, որ օրը որ ուտես, աչքերդ պիտի բացվեն։ Աստված չի ցանկանում, որ քո աչքերը բացվեն։ Աստված ցանկանում է, որ դու լինես սահմանափակ, որ դու կյանքից ոչինչ չհասկանաս։ Իրենից բացի ուրիշ բանով չզբաղվես։ Եկեղեցու գնալուց բացի ուրիշ բանով չզբաղվես։ Սուրբ Գիրք կարդալուց բացի ուրիշ գիրք չկարդաս։ Կյանքդ մենակ եկեղեցին լինի եւ վերջ, ուրիշ ոչ մի բան։ Աստված քո բարին չի ցանկանում։ Սա է սատանայի խոսքերը։ Չեք լսել այդ ձայնը երբևէ։ Հատկապես երիտասարդներ, չեք լսել այս ձայնը։ Նա քո բարին չի ցանկանում։ Դրա համար է ասել քեզ չուտես այս պտուղից։ Տո լավ էլ գնա կեր, ուզածդ արա, խրախճանքդ կատարիր, ուրախությունդ կատարիր։ Մեկ անգամ ես եկել աշխարհ, ինչքան ուզում ես վայելիր կյանքը, ուզածդ արա, ուզածդ վայելիր։ Սա սատանան ասում է, բայց նա երբեք քեզ չի ասելու, որ դուռը փակվում է։ Նա քեզ երբեք թույլ չի տալու, որ դու լսես դռան փակվելու ձայնը, որտեղ երաժշտությունը այնքան բարձր էր, ձայները այնքան բարձր են, գոռոցներն ու աղաղակները այնքան բարձր են, խրախճանք են, այնքան բարձր ձայներ էին լսվում, որ այդ դռան շղկոցը, այդ դռան փակվելը, այդ դռան փակվելու ճռոցը չեր լսվում։ Աստծո խոսքն ասում է Հիսուսի երկրորդ գալստյան ոտքերի ձայնի մասին։ Ահա գալիս եմ ես։ Բայց այսօր այնքան աղմուկ կա մեր չորս կողմը, որ այդ ոտքերի ձայնը չենք լսում, որ մոտենում է։ Իսկ մենք խրախճանքով ենք տարված։ Աստված քո բարին չի ուզում։ Դու վայելիր կյանքը, քո ուզածդ վայելիր։ Արհամարիր նրան, մերժիր նրան, ավելի հեշտ կապրես։ Երբ որ Աստծո հետ ես ապրում, այդքան հեշտ չէ։ Ժխտիր նրան, մերժիր նրան, արհամարիր նրան մի կողմ դիր եւ կյանքդ ավելի հեշտ կլինի։ Որովհետեւ երբ որ Աստծո հետ ես ուզում ապրել, չես կարող ապրել նաեւ քո ցանկություններիդ հետ։ Սա հակասում է իրար։ Եվ միշտ կոնֆլիկտ է առաջանում քո մեջ, խնդիրներ է առաջանում այստեղ։ Ինչ որ ցանկություններ ունես, ուզում ես բավարարել ցանկություններդ, մեկ էլ հանկարծ ներսդ ինչ որ հանդիմանություն ես զգում։ Միտքդ քեզ տանջում է, քեզ անընդհատ հիշեցնում է քո Աստծո զավակը լինելդ, քո Աստծո որդի լինելդ։ Ու կորցնում ես քո հանգիստդ, կորցնում ես քո խաղաղությունդ։ Նայում ես կողքիներդ, իրենց ուզածն անում են, իրենց ուզած կյանքն ապրում են, լավ էլ երջանիկ են, լավ էլ ուրախ են, ոչ հանդիմանություն են զգում, ոչ մի բան գիշերներն են հանգիստ քնում։ Գողանում են, ոչ մի պրոբլեմ չունեն։ Դու մի փոքր փորձես իր վրայից վերցնես, ամբողջ գիշեր տանջվում ես։ Այդ ո՞նց է լինում։ Դա համար սատանան քեզ ասում է, արհամարիր նրան։ Մի կողմ դիր, կյանքդ ավելի հեշտ կլինի։
Այդ խանգարող գաղափարները, այդ կրոնական գաղափարները քեզ ընդհանրապես խանգարում են ապրելու։ Դուրս հանիր նրան։ Խրախճանքդ ապրիր, խրախճանքդ շարունակիր, կյանքդ վայելիր, վաղը մեռնել կա, ինչքան կարաս ուրախացի, ինչ ես դարդանում, քեֆ արա, թեթև նայի, խորը մի նայի, կրոն, մրոն, հավատք, մի խորացի։ Դուրը փակվում է։ Դուրը փակվում է։ Հաճեսրու անձդ։ Կեր համեղ է այն, ցանկալի է այն։ Հաճեսրու անձդ, կարևորը այն է, թե դու ոնց ես քեզ զգում։ Կարևորը, որ քեզ լավ լինի, կարևորը, որ քեզ հաճելի լինի, կարևորը, որ դու հաճույք ստանաս։ Այսօրվա դարը հաճույքի դար է։ Այսօրվա 21-րդ դարը համարյա ամեն ինչ հաճույքի մասին է։ Անգլերեն ասում են it's all about fun։ Ամեն ինչը պետք է լինի fun։ Fun նշանակում է հաճելի։ Քեզ հաճելի պետք է լինի։ Ամեն ինչը հաճելի վրա է։ Ամեն բան, անգամ եկեղեցում ամեն ինչը պետք է լինի հաճելի վրա։ Ցանկալի պետք է, օրինակ բեմում կառնած քարոզիչը պետք է հաճելի արտաքին ունենա։ Ամեն ինչը հաճելի պետք է լինի։ Գույները ամեն ինչը պետք է հաճելի լինի։ Օրինակ ճամբար է կազմակերպում, ամեն ինչ պետք է հաճելի լինի։ Ամեն բան հաճելի պետք է լինի։ Երիտասարդների հետ է գործում, ամեն ինչը պետք է հաճելի լինի։ Եկեղեցու օդը, մթնոլորտը, մյուսը ամեն բան պետք է հաճելի լինի։ Աթոռները պետք է հաճելի լինեն։ Օրինակ սենց 100 տարի առաջվա եկեղեցիները որ գնաք, տենց հաճույքով չէիք նստի, որտեղ համարյա բոլոր եկեղեցիների աթոռները փայտից էին, չոր։ Հիմա պետք է հաճելի լինի, մեր փափուկները, աթոռները պետք է փափուկ լինեն, որ բոլորս հարմարավետ զգանք մեզ։ Կարևորը, որ դու քեզ լավ զգաս։ Կարևորը, որ ես ինձ լավ զգամ։ 21-րդ դարը սրա մասին է։ Հիմա ես չեմ ասում մենք արհեստական դնենք մեզ տանջենք, բայց պետք չէ ամեն ինչը դառնա մարդու շուրջ, ամեն ինչը իմ մասին պետք է լինի, ամեն ինչը իմ լավ զգալու մասին պետք է լինի։ Սա դառնում է մարդկային փսիխոլոգիան, սա դառնում է մարդու հոգեբանությունը եւ դա խանգարում է մեզ։ Մենք մերժում ենք այն ամեն ինչը, ինչը որ մեզ գուցե հաճելի չէ։ Ամեն բժշկության ընթացք չէ, որ մեզ հաճելի է։ Ամեն դեղ չէ, որ հաճույքով պետք է ընդունենք։ Ամեն բուժ զննում չէ, որ հաճելի է մեզ համար։ Բարի գտնվիր քո հանդեպ։ Իր հաճույքի ետևից ընկնելով Եվան կորցրեց այն հաճույքը, որ արդեն ուներ։ Իրեն հաճելիի ետևից գնալով, ինչ, մեկ պտուղ, բայց այդ իրեն հաճելի էր թվում։ Այդ մեկ կարծեցյալ հաճույքի ետևից գնալով, նա կորցրեց իրական հաճելին, որի մեջ որ ինքը ապրում էր, եդեմական պարտեզը, այդ հարաբերությունը, որ Աստծո հետ ուներ, որովհետև հետո երեկոյան Աստված եկավ եւ փնտրում էր նրանց, բայց նրանք թաքնված էին։ Այդ հաճելի հաղորդակցությունը, այդ հաճելի հարաբերությունը, որ ունեին Աստծո հետ, նրանք կորցրեցին մենակ մի բանի պատճառով, որովհետև իրենց հաճելի ետևից գնացին։ Իսկ մենք միջև չենք կորցնում, չենք հասկանում ինչ ենք կորցրել։ Դրա համար Հռոմեացիս նամակի մեջ Պողոս առաքյալն այս խոսքերն է ասում։ Ասում է առաջին գլուխ 22-ից 25-րդ համարների մեջ. Իրենք իմաստուն են ասացին ու հիմարացան։
Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին նմանեցնելով եղծանելի մարդու թրջուններու, չորքոտանիներուն եւ սողուններու պատկերին։ Անոր համար էլ Աստված պղծությունների մատնեց նրանց, սրտերուն ցանկություններով իրենց մարմիններն իրենց մեջ անարգելու, որոնք Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին ու երկրպագություն եւ պաշտոն մատուցանեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որ հավիտյան օրհնյալ է ամեն։ Իրենք իրենց իմաստուն կարծեցին, բայց ասում է հիմարացան։ Թվաց թե իրենց իմաստուն են, իմաստուն քայլ են անում, ինչ է, կյանքը պետք է վայելենք, մեր հաճույքի հետևից պետք է գնանք, այնինչ հիմարացան, որովհետև կորցրեցին իրականը։ Նրանք Աստծո պատկերը փոխեցին եղծանելու մարդու պատկերի հետ, չորքոտանիների պատկերի հետ փոխեցին, թրջունների պատկերի հետ փոխեցին։ Մենք էլ հաճույք փնտրող մարդիկ ենք։ Մեր ամեն ինչը դրա մասին է, դրա համար է, շատ աշխատենք, որպեսզի մեր ցանկալի հաճույքներին բավարարություն տանք, բավարարվածություն տանք։ Չունենք ոչ շաբաթ, ոչ կիրակի, չկա կիրակի օրը սուրբ պահել, մի օր ավել աշխատենք, մի քիչ ավել փող աշխատենք, մի քիչ ավել, որ մեր ցանկացածները կարողանանք իրագործել։ Արդյոք կարող ես փողով ամեն ինչ գնել։ Արդյոք կարող ես փողովդ երջանկությունդ գնել։ Հարցրու մեծահարուստներին, կարդա նրանց կենսագրությունները, արդյոք նրանք կարողացան ամեն ինչ գնել։ Արդյոք իրանք երջանկանցան իրենց ունեցածի մեջ։ Դա մի բան է, որ դու անընդհատ ձգտում ես ունենալու, բայց այն երբեք քեզ հագեցում չի տալիս։ Ծառավը հաճույքի հանդեպ երբեք չի հագեցվում հաճույքով։ Ծառավը հաճույքի հանդեպ երբեք չի հագեցվում հաճույքով։ Քեզ թվում է, որ եթե $1 միլիոն ունենամ, ինձ էլ ոչինչ պետք չէ։ Ինչքան հարցեր կարամ լուծեմ, չէ, 1 միլիոնով, այս երբ որ հասնում եք 1 միլիոնին, բացվում է 10 միլիոնի ախորժակը։ Երբ որ հասնում ես 10 միլիոնին, բացվում է 100 միլիոնի ախորժակը։ Երբ որ հասնում ես 100 միլիոնին, բացվում է 1 միլիարդի ախորժակը։ 1 միլիարդ էլ ունեցար, կարծես թե ունես ամեն ինչ, էլ ինչ ես ուզում, բայց պարզվում է, որ 1 միլիարդից ավել ունեցողներ էլ կան, ու դրանց մոտ սկսում ես քեզ փոքր զգալ։ Ես սկսում ես համեմատվել մյուսների հետ, այդ ինչով է նա ինձանից լավը, որ նա ավելին կունենա, ես ոչ։ Ու սկսում ես անverջ այս մրցավազքի մեջ մտնել, բայց երբեք քեզ հագեցած չես գտնում։ Աշխարհի շատ մեծահարուստներ այս վերջերս եկել են այս գիտակցության, որ իրենց ունեցած միլիարդներ իրենց երջանկություն չի տալիս։ Գոնե նրանցից մեկ այս վերջերս հայտարարեց, անուն չտամ, բայց աշխարհի ամենամեծահարուստ մարդկանցից մեկը վերջերս հայտարարեց, ունենալով 50 միլիարդից ավել, մոտավորապես $60 միլիարդ փող ունենալով, հսկայական գումար է սա։ Նա հայտարարեց, որ իր զավակներին որպես կտակ, որպես ժառանգություն թողնելու է ընդամենը $10 միլիոն։ 50-60 միլիարդից ընդամենը $10 միլիոն, որ համեմատական եթե անենք չնչին բան է։ Որովհետև ասում է, ես հաշվարկեցի, որ որպեսզի իմ զավակներս ունենան լավ կրթություն, որը կապահովի իրենց ապագան, $10 միլիոն լրիվ բավարար է։ Որպեսզի լավագույն համալսարաններում սովորեն, լավագույն մասնագիտությունները ձեռք բերեն եւ կարողանան իրենց խելքն ու ունակությունները օգտագործեն աշխատելու համար։ $10 միլիոն լրիվ բավարար է իրենց։ Իսկ մնացած գումարները ինչ անելու։ Մնացած գումարները իրեն չկարողացան երջանկություն տալ, բայց մնացած գումարներով նա ցանկանում է բարեգործություն անել։ Տալ աղքատ երկրներին, աղքատ պետություններին, աղքատ երեխաներին, աղքատ ծնողներին, օգնել նրանց։ Հարստությունը մեղք չէ, քանի դեռ դու դրանով պատրաստ ես երջանկացնել ուրիշներին, բայց եթե դու կարծում ես, որ դա քեզ է երջանկացնելու, քեզ է բավարարելու, քո ծառավդ է հագեցնելու, չարաչար սխալվում ես։ Իրենց ցանկացած կանանց տեսնելով, իրենց ուզածները ընտրեցին իրենց, բայց երբեք չբավարարվեցին։
Աստվածային պատկերն այսօր ապականված է մարդ արարածի մեջ։ Այսօր մենք դարձել ենք ավելի նյութապաշտ, քան աստվածապաշտ։ Այսօր մենք այս մրցավազքի մեջ կորցրել ենք մեր ամենաթանկը, կորցրել ենք մեր մարդ լինելը, Աստծո պատկերով ստեղծված մարդ լինելը։ Մարդուց մնացել է միայն ֆորման, մարդուց մնացել է միայն արտաքինը, բայց մարդկային այն հատկությունները, այն աստվածային հատկությունները, որ մարդը Աստված դրել էր մարդու մեջ, այսօր մենք կորցնում ենք։ Այսօր մարդն ավելի վերածվել է գազանի, քան թե մարդու։ Նայեք մեր 4 կողմը ինչ է կատարվում։ Ռեստորանում կարող են մի բժշկի այնքան ծեծել, որ մարդը մահամերձ միջև հիմա պարկած է հիվանդանոցում, ունենալով 2 երեխաներ, երիտասարդ լինելով, երիտասարդ կին ունենալով, մայր ունենալով, դժբախտացել է ընտանիքի։ Ինչու՞, որովհետև ինչ որ բարձրաստիճան մեկի թիկնապահը ինքն իրեն կարող է այնքան ուժեղ զգալ, այնքան, չգիտեմ, անպատժելիության այս մթնոլորտը այնքան է ուժ տվել մարդուն, որ նա կարող է բոլորի աչքի առջև այնքան ծեծել մեկին, որ սպանելու աստիճան դիակի պես նետի մի կողմ, եւ հետո ասի լավ մեռել է արդեն գնանք։ Ուր է քո աստվածային պատկերը։ Մարդուց ինչ է մնացել։ Ես գիտեք ինչի արդյունք է, որտեղ ամեն մարդ անում է այն, ինչ որ ինքն ուզում է անել։ Եթե օրենքը եղավ մի քիչ զսպող ուժ, կարող է մի փոքր պահել, բայց մեր զսպող ուժը չպետք է լինի մենակ օրենքը, մեր զսպող ուժը պետք է լինի այն հիշողությունը, որ մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Չդավաճանենք մեր ով լինելը, չդավաճանենք մեր տեսակը։ Այդ իսկ պատճառով Պողոս առաքյալը Եփեսացիս նամակի մեջ ասում է 4-րդ գլուխ 24-րդ համարն ասում է. Եվ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով ստեղծված է։ Նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ու սրբությունով ստեղծված է։ Նոր մարդը հագեք, Աստծո պատկերը վերականգնելով ձեր մեջ, իսկ նոր մարդը Հիսուս Քրիստոսն է։ Նոր մարդն է, որ տալու է քեզ բավարարում, նոր մարդն է, որ քեզ տալու է իրական հաճելին, իսկական կյանքը հաճելի, իսկական ուրախությունը, իսկական երջանկությունը։ Նոր մարդը Հիսուս Քրիստոսն է։ Եթե դու քո հաճույքների ետևից ընկար, այդ հաճույքները երբեք քեզ չեն տալու ուրախություն, չեն տալու բավարարում։ Մեկ բանի վրա ուշադրություն դարձրեք, խնդրում եմ։ Ասում է Աստծո որդիները մարդոց աղջիկներին գեղեցիկ լալը տեսնելով իրենց ընտրածներեն իրենց կիներ արեն, իրենց ընտրածներեն, իրենց ուզածներեն, իրենց կիներ արեն, իրենց ուզածը արեցին, բայց շարունակությունն ասում է. Եվ Տերը տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա, եւ անոնց խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Հարց է առաջանում. եթե դու քո ընտրածդ արեցիր, եթե դու քո ուզածդ արեցիր, ինչու համար չարացար։ Չէ՞։ Եթե դու քո ուզածդ արեցիր, քո ընտրածդ արեցիր, քո ընտրածից տիրացար, քո ուզածից տիրացար, ինչու համար չարացար։ Գիտեք ինչու համար չարացան մարդիկ։ Ինչու համար են չարանում մարդիկ։ Մարդիկ չարանում են, երբ որ իրենց ուզածին չեն հասնում։ Բայց չէ՞ որ իրենց ուզածը այդ կանանց ունենալն էր։ Ունեցաք, ինչու համար չուրախացաք, ինչու համար ձեզ երջանիկ չզգացիք, որովհետև երբեք քո ծառավդ չես հագեցնելու այդպես, որովհետև այն միշտ քեզանից հեռու է լինելու, որովհետև հաճույքի հանդեպ ծառավդ երբեք հաճույքով չի հագեցվելու։ Այն երբեք քեզ բավարարում չի տալու։ Իսկ երբ որ չի տալիս այն քեզ բավարարում, ավելի ես ջղայնանում, ավելի ես կատաղում, ավելի ես չարությամբ լցվում։ Ինչու համար են մարդիկ այսօր ավելի չար, քան թե ենթադրենք 20 տարի առաջ։ Ինչ։ Տնտեսական վիճակն է պատճառը։ Շատ հաճախ լսում եմ դա։ 20 տարի առաջ տնտեսական վիճակը մեր երկրի գուցե ավելի վատ էր։ Գոնե արտաքուստ գիտենք, որ վիճակը շատ լավ չէր։
Հիմա մարդիկ կարծես թե ավելին ունեն, քան թե ունեին այն ժամանակ, բայց ավելի չարացել են, ինչ է բարիացել են, ոչ ավելի են չարացել, ինչու, որովհետև ունենալով, ձեռք մեկնելով տեսան, որ դա իրենց ցանկությունները չի բավարարում, իրենց հաճույքի հանդեպ ունեցած այդ կիրքը չի բավարարում, իրական բավարարում կստանաս, եթե նոր մարդը հագնես քո վրա, եթե Աստծո պատկերը քո մեջ վերականգնվի, եթե քո աստվածային տեսակդ Աստծուց ծնված լինելդ, Աստծուց ստեղծված լինելդ վերականգնվի քո մեջ, երբ որ քո աստվածային տեսակին, քո աստվածային պատկերին վերադառնաս, դրա համար հագիր նոր մարդը, հագիր նորը, հագիր Քրիստոսը, քոնը ուրացիր Քրիստոսի համար։ Մատթեոս ավետարանում մեր Տերն ասում է, Մատթեոս 10:39 ասում է. նա որ իր անձը կգտնե, պիտի կորսնցնե զանիկա, եւ նա որ իր անձը ինձի համար կկորսնցնե, պիտի գտնե զանիկա։ Նա որ իր անձն է փնտրում, իրենն է փնտրում, Հիսուսն ասաց պիտի կորցնե այն։ Նա որ իր հաճույքն է փնտրում, իր ցանկալին է փնտրում այս աշխարհի վրա, նա կորցնելու է այն, չես գտնելու երբեք չի լինելու կյանքիդ մեջ մի օր, որ քեզ բավարարված զգաս, ուր էլ որ հասնես։ Բայց Հիսուսն ասաց, ով որ իրենը կկորցնի իմ համար, նա կգտնի իրենը, նա կգտնի իր երջանկությունը, նա կգտնի իր ուրախությունը, վերադարձրու Աստծո իշխանությունը քո կյանքիդ վրա, վերադարձրու Աստծո տնօրինությունը քո կյանքիդ վրա, վերադարձրու Աստծո հայրական իշխանությունը կյանքիդ մեջ և քեզ երջանիկ պիտի զգաս, ուրախ պիտի լինես, բավարարված քեզ պիտի զգաս, պիտի տիրես վիճակներին, բայց վիճակները չեն տիրի քեզ։ Երկրի վրա պիտի իշխես Տերն ասաց։ Բայց երբ որ դու հրաժարվում ես Աստծո իշխանությունից, երբ որ դու քո ցանկություններդ են իշխում քեզ, դու դառնում ես գերին, դու դառնում ես գերին քո ցանկությունների եւ քո ցանկությունները էլ քեզ ստանում են դեպի կործանում, դու դառնում ես գերին այս հողի, դու դառնում ես գերին այս երկիրը մոլորակի, դու դառնում ես գերին մահվան։ Միայն Հիսուս Քրիստոսով կարող ես վերականգնել Աստծո իշխանությունը քո կյանքիդ վրա։ Իսկ երբ որ Աստծո իշխանությունը հաստատվեց կյանքիդ վրա, ոչ մեկ բան քո վրա այլևս իշխանություն չի ունենա։ Անկամ մահը քո վրա իշխանություն չի ունենա։ Դու պիտի իշխես մահվանը, բայց ոչ մահը քեզ։ Որտեղ մեր Տեր Հիսուսն ասաց, ով որ ինձ հավատա, հավիտյան մահ պիտի չտեսնի։ Սա է իրական հաճույքը։ Քրիստոսին կյանքդ հրավիրի։ Մայր Թերեզայի մասին բոլորս հիշում ենք։ Եթե հիշում եք 1988 թվականի երկրաշարժից հետո Մայր Թերեզան այցելեց Հայաստան եւ իր օգնության ձեռքը մեկնեց մեր ժողովրդին, ինչպես նաեւ աշխարհի շատ եւ շատ ժողովուրդների։ Նա երկար տարիներ ծառայեց Հնդկաստանի կարեկավորներին եւ աղքատներին, եւ Մայր Թերեզայի անունը գրվեց համաշխարհային պատմության մեջ որպես բարության մի մարմնավորում, իրական քրիստոնյայի կերպար։ Նրա կյանքը չէր կարելի անվանել հաճույքի կյանք, բայց գոնե կարող էինք ասել, որ նրա կյանքը լի էր ցավով։ Բայց երբ նա հայտնաբերեց Աստծո ծրագիրը իր կյանքի համար եւ նա տրվեց իր ողջ էությամբ Աստծուն հաճեցնելու կյանքին, Աստծո հետ էլ նա գտավ իր իրական հաճույքը։ Դու էլ Աստծո մեջ գտիր քո իրական հաճույքը։ Բայց Նոյը շնորհք գտավ։ Ամեն մարդ իր խրախճանքի մեջ էր, ամեն մարդ իր ուրախության մեջ էր, իր քեֆն էր անում ամեն մարդ։ Իսկ Նոյը ինչ էր անում։ Նոյը տապան էր շինում։ Մարդիկ գնում են իրենց քեֆին, իրենց ուրախության։ Իսկ Նոյը տապան էր շինում։ Մարդիկ ամուսնանում էին, քեֆեր էին անում,
վայելում էին կյանքը, վայելում էին ամեն մեկ վարքյան այս կյանքի, իսկ Նոյը ինչ էր անում, տապան էր շինում, ինչ ձանձրալի զբաղմունք, ինչ ձանձրալի գործ, քո տարիքակիցները կյանքն են վայելում, իսկ դու տապան ես շինում, եկեղեցի ես գալիս, աղոթք ես անում, քո տարիքակիցները, քո ընկերներդ վայելում են կյանքի հաճույքները, ռեստորաններում, բարերում, չգիտեմ, դիսկոտեկներում, վայելում են, ամեն բան վայելում են, ինչքան մաքսիմում հնարավոր է այս աշխարհից վերցնել, իսկ Նոյը ինչ էր անում, տապան էր կառուցում, իսկ դու ինչ ես անում, տապան ես կառուցում, մի բան գիտեր Նոյը, ժամանակ պիտի գա, որ դուռը պիտի փակվի, հիմա հավատում ես դու դրան, թե ոչ, եթե չես հավատում, գնա ուզածը տարա, գնա ուզածը տարա, ինչի ես այստեղ, ում ես խաբում, ում ես ինչ ապացուցում, գնա վայելիր կյանքը, իսկ եթե հավատում ես, որ դուռը պիտի փակվի, ուրեմն տապանը կառուցիր, և իրական հաճույքը, իրական ուրախությունը կգտնես տապանիդ մեջ և այն ափերում, ուր որ տապանը քեզ կտանի, Տերը թող օրհնե ձեզ, իր փառքի համար ամեն։ Սիրելիներ, պաշտամունքի ավարտին կուզեմ առիթ տալ, եթե կան մեր մեջ մարդիկ, որոնք դեռ հաշտ չեն Աստծո հետ, որոնք դեռ իրենց սիրտը չեն բացել Տիրոջ առաջ, դեռ ապաշխարությամբ և խոստովանությամբ Տիրոջ առաջ չեն եկել, կուզեմ, որ սիրելի բարեկամ, սրտանց աղոթես ու խնդրես, որ Տերը ների մեղքերդ և դու էլ տապանից ներս մտիր այսօր, քո սիրտդ բաց Տիրոջ առաջ, եթե այս աղոթքը, որ պիտի անեմ, քո սրտից է բխում, դու էլ ինձ հետ սրտանց կրկնիր այն, խնդրիր, որ Տերը ների քեզ և ասա Տեր Հիսուս, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ ու խնդրում եմ, որ դու իմ մեղքերը ներես, ես քո կարիք ունեմ, Տեր, աղաչում եմ փրկիր իմ հոգին և ինձ քո տապանը տար, որ քեզ հետ ապրեմ հավիտյանս հավիտենից, ամեն։ Մեր պաշտելի Սուրբ Հայրը, մեր Տերն ու մեր Աստվածը, փառք, պատիվ, գոհություն քեզ ով Տեր, քո կենդանի ու հավիտենական խոսքերիդ համար, որ մեր ականջներին այսօր հնչեցրեցիր ով Տեր, այն ահազանգը, որ դուռը փակվում է, բայց գիտենք, որ այսօր դեր շատ մարդիկ իրենց խրախճանքով են զբաղված, իրենց հաճույքներով, իրենց ցանկություններն են կատարում ով Տեր, մերժելով քեզ, մերժելով քո իշխանությունը, քո հայրական սուրբ ներկայություն իրենց կյանքերում։ Պաշտելի մեր Տերն ու մեր Աստվածը, կաղաչեմ, որ դու շարունակես մարդկային սրտի դուռը թակես ով Հայր, որ շատ եւ շատ մարդիկ ճանաչելով քեզ Տեր, քո գիրկդ գան, քո մեջ գտնեն իրենց կյանքի ուրախություն, իրենց կյանքի իրական վայելքը, իրենց մարմնի ցանկություններին չտրվեն, որովհետև այն խաբեություն է, որովհետև այն չի տալու նրանց իրական երջանկություն, այլ իրական երջանկությունն այն է, երբ դու ազատագրված ես քո ցանկություններից եւ ապրում ես Քրիստոսի ցանկությունները կատարելով այս երկրի վրա։ Այնտեղ է, որ մեր մեջ վերականգնվում է մեր աստվածային պատկերը եւ այդ պատկերի մեջ հայտնվում է Քրիստոսի փառքը եւ այդ փառքը թող լուսավորի այսօր ամբողջ աշխարհը, ամեն մեզ տեսնողները։ Օրհնե հիմա քո զավակներդ աշխարհի 4 անկյուններում, ամեն քեզ սիրող սիրտ, նաև մեր հայրենիքը օրհնե, մեր ժողովուրդով Տեր Աստված, մեր երկրի ղեկավարներով Տեր, խնդրեմ Տեր Աստված օրհնես նաև մեր մայր եկեղեցինով Հայր, հոգևոր սպասավորներով Տեր, որպեսզի քեզանից առնելով մատուցեն ժողովրդին եւ փառք բերեն քո սուրբ անունդ, որ ամենքս մեկ լինենք Հիսուս Քրիստոսով ու փառավորենք, որ մեր Տերը, որ երկինքն է, հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Եվ այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինի։ Ամեն։